ինչքան Իրանը գնալով դիմանա մոտակա 3-4 ամիսների ընթացքում, այնքան ԱՄՆ-ն ավելի շատ է հայտնվելու իր իսկ սարքած ծուղակի մեջ։ ԱՄՆ հեղինակությունը գնալով ընկնելու է, եւ իհարկե դրանից օգտվելու են բոլորը, առաջին հերթին նաեւ Ռուսաստանը։ Նաեւ Միացյալ Նահանգները հայտարարում են, mən նոր կարդում եմ այդ նորությունը, որ ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների լիակատար շրջափակում է սահմանել, ամբողջությամբ դադարեցնելով միջազգային ծովային առևտրը դեպի Իրան եւ Իրանից։ Հաշվենք, որ Տրամպը հայտնվեց Պուտինի ծուղակում։ Ինչու՞։ Որտեւ հիմա պատկերացրեք, ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավահանգիստների շրջափակում, եւ մեկ էլ հանկարծ ռուսական կամ չինական, օրինակ, մի առևտրային նավ, բեռնատար նավ, ռուսական կամ չինական ռազմական նավի ուղեկցությամբ գալիս է, որ մտնի իրանական նավահանգիստ։ Հիմա ինչ են անելու Միացյալ Նահանգները այս դեպքում։ Հարվածելու են Իրանի ու կամ Ռուսաստանի նավերին։ Այսինքն ԱՄՆ-ն ինքը իրեն գցում է ծուղակի մեջ։ Մի քիչ sense էյֆորիայի մեջ հայտնվելով Վենեսուելայի օպերացիայից հետո Տրամպը մտածեց, որ Իրանի դեպքում էլ է շատ հեշտ լինելու եւ շատ արագ ստացվելու, դա չի ստացվում։ Եվ ըստ էության հայտնվում է Տրամպը ինքը ծուղակի մեջ, որտեղ մի կողմից որպես միակ իրեն հայտարարած միակ գերտերություն չի կարող չանել ինչ որ անում է, մյուս կողմից էլ ինչքան անում է, այնքան ավելի շատ են գնում խնդիրների մեջ։ Հիմա